Խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի հետ։ Պարոն Վարդանյան, նախնական տեղեկություն ունենք, որ այսօր գալու էին փասյանների եւ ձիերի հետևից, հետո նաեւ էլի տեղեկություն ստացանք, որ փոշմանել են, ինչու։ Նախ տեղեկացնեմ, որ արգրաման որոշումը որպես այդպիսին կայացվել էր դեռևս ուրբաթօրը 10:07/2026 թվականին, ուղղակի այդ օրը ինչու չարգրավեցին, քանի որ առաջացել էր տեխնիկական խնդիրներ տեղափոխման հետ կապված, հետաձգվեց մինչև այսօր առավոտ ժամը 9 մեզ անհասկանալի պայմաններում փաստացի ստացվում այնպես, որ դեռևս արգրավումը չի իրականացվում եւ տեղեկություն չունենք, թե ինչն է պատճառը, որ արգրավումը չի իրականացվում, զուտ այդքանը կարող եմ ասել, մենք վարույթ իրականացնող մարմնից տեղեկություն չունենք, թե ինչն է պատճառը, որ արգրավումը չի իրականացվում։ Իսկ ինչ հիմքով էին արգրավում, եթե դրանք ընտանի կենդանիներ են ըստ էության։ Ճիշտն ասած, այդ հանգամանքի հետ կապված մենք արդեն դատավարական ընթացակարգերով քննիչի կողմից կայացված որոշումը բողոքարկում ենք, քանի որ փաստացի իրանք հանդիսանում են ընտանի կենդանիներ եւ որպես այդպիսին չեն կարող հանդիսանալ որևէ քրեական վարույթի առարկա, որպես այդպիսին։ Հիմա դատավարական ընթացակարգերով քննիչի որոշումը բողոքարկվում է։ Իսկ մեզ ինչ հնար չեն թողնում, որ կարողանանք լուսաբանել։ Ճիշտ ասած, ոստիկանությունը իրականացնում է ծառայություն մուտքերի մոտ, վարույթ իրականացնող մարմնի թույլտվությամբ կարող ենք մուտք գործել, փորձենք հասկանանք, եթե հնարավոր լինի մուտք գործելը կազմակերպենք մուտք գործեք, տեսնեք ձիերին, այդ թվում նաև մնացած կենդան, փաստացի մնացած կենդանները չկան, միայն ձիերն են մնացել, որպես այդպիսին։ 12 ձի, 1 ձի, 1 պոնի, 11 ձի։ Իսկ ինչ են ասում ձիերին խնամողները, նրանք տեղափոխվելու հետևանքով որևէ վնաս կկրեն։ Փաստացի, հա, որպես այդպիսին վնաս կկրեն, որովհետև իրենց ծանոթ միջավայրում են իրեն գտնվում, հատուկ խնամք են պահանջում, որովհետև հատուկ ձիեր են, որպես այդպիսին տոհմական, զուտ այդ մասով խնդիր կարող է առաջանալ միանշանակ։ Պարոն Վարդանյան, եւ հաշվի առնելով առողջի ճակատագիրը, վստահություն կա, որ այս կենդանիներն էլ նույն ճակատագրին չեն արժանանա։ Հնարավոր է այդ անվստահության հիմքով օրինակ միջնորդեք ժամանակավորապես կասեցնեն իրենց ծրագիրը։ Ճիշտ ասած, թեկուզ եւ առույցների պարագայում ամբողջ վարույթային գործողությունները սկսելուց առաջ վարույթ իրականացնող մարմնին առաջարկվել եւ միջնորդվել է, որ կենդանիները ճանաչեն որպես այդպիսին իրեղեն ապացույց, հա, վարույթի շրջանակներում իպա հանձնեն մեզ, մեր տնօրինմանը, մեր տիրապետմանը, բայց փաստացի վարույթ իրականացնող մարմինը ճիշտ գտավ, որ տեղափոխի կենդանիներին եւ տեսանք հետևանքն ինչ եղավ։ Իսկ հիմնավորում ասացիք չկա, հա, այս կենդանիների տեղափոխելու քննիչի Ճիշտ հիմնավորումը քննիչի որոշումն է արգրավում կատարելու, թե ինչի է հետաձգվում այդ մասով հիմնավորում չունենք, քանի որ վարույթ իրականացնող մարմնի հետ կապ չենք հաստատել։ Փաստացի իրանք պետք է այսօր արդեն իրականացնեն արգրավումը։ Որոշմաններ չեն նշում ինչի համար են արգրավում։ Ճիշտ ասած, ես որոշման հանգամանքները չպարզաբանեմ, քանի որ նախաքննական գաղտնիք են իրենք համարվում, զերծ կմնան։